Այս պահի դրությամբ Բաքուն Երևանին չի փոխանցել Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում, հայտարարել է Հայաստանի վարչապետի աշխատակազմը։ Մարտի 16-ից 18-ը Ադրբեջանը 6 հաղորդագրություն է տարածել Հայաստան-Ադրբեջան սահմանին հայկական կողմից հրադադարի խախտումների մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն էլ հերքել է բոլոր պնդումները եւ մարտի 17-ին հայտնել, որ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունները հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Հայաստանի վարչապետի աշխատակազմը դեռ 2024-ի հունիսին առաջարկել էր Բաքվին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել։ Բաքուն անարձագանք է թողել նաեւ Երևանի այս առաջարկը։ Հայաստանի վարչապետի աշխատակազմն այսօր վերահաստատել է իր այս առաջարկը, հայտարարելով Հայաստանի բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, Երևանը կոչ է արել Բաքվին մեկնարկել խորհրդակցություններ մարտի 13-ին ձեռք բերված համաձայնագրի ստորագրման տեղի եւ ժամկետների վերաբերյալ։